ուժեղում 60 տարեկան է, վիրահատվել է 2010 թվականին, ընտրվել է այդ ժամանակ ցեմենտային էնդոպրոթեզավորում, այնուհետև ինքը հսկողությունից դուրս է մնացել եւ դիմել է մեզ արդեն այնպիսի վիճակում, երբ իր մի կոմպոնենտը էնդոպրոթեզի ամբողջովին անջատվել է իր տեղադրման վայրից եւ առաջացրել է ոսկրի վրա հսկայական ոսկրային դեֆեկտ։ Էնդոպրոթեզները, որոնք որ տեղադրվում են հիվանդներին, ըստ գործընթացների, այդ հիվանդները ժամանակ առ ժամանակ պետք է ներկայանան բժշկի մոտ, գնահատվի տեղադրած էնդոպրոթեզի վիճակը եւ իր անկայունության վաղ փուլը մենք կարողանանք ֆիքսենք եւ այդ վաղ փուլում, եթե մենք վիրահատեինք նման պացիենտին, մենք կվիրահատեինք շատ ավելի պարզ տարբերակով։ Բայց երբ որ պացիենտը չի ներկայանում են բոլոր ներկայանալու համար պարտադիր ժամկետներում, իսկ ներկայանում այն ժամանակ, ինչպես մեր ժողովուրդն ասում, դանակը հասնում է ոսկորին, գանգատները շատ խիստ են լինում, մենք ցավոք սրտի առնչվում ենք այսպիսի տհաճ դեպքերի հետ։ Այսպիսի խնդիրներն ունեն բավականին բարդ տեխնիկական լուծումներ եւ դու չես կարող այս խնդիրը լուծես որևիցե սովորական գործարանային արտադրության էնդոպրոթեզով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստել ենք մեր պացիենտի համար 3D տպիչով պատվիրել ենք հատուկ ինդիվիդուալ էնդոպրոթեզի կոմպոնենտ, որը մեր խնդիրը պետքա լուծի։ Ոնց որ տեսնում եք, այստեղ նկարի վրա մենք ունենք նկարագրած այդ կոմպոնենտի թվային տարբերակը, ոնց ինքը պետքա տեղադրվի։ Սա նրա մոդելներն են, հա, սա իր մոդելն է նախնական, երբ որ մենք նոր նախագծում էինք այդ կոմպոնենտը, ինքը այս կոմպոնենտը ներառում է իր մեջ ամբողջ այն դեֆեկտի տարածությունը, որը առաջացել է ոսկրի վրա, եւ մենք փորձելու ենք այս կոմպոնենտով ստանանք լուծում։ Սա Հայաստանի Հանրապետության համար բավականին նոր մոտեցում է, մենք սա օգտագործում ենք ընդամենը վերջի 2-3 տարին, ունենք շատ դրական արդյունքներ այս միջամտությունից, ինքը սպეციფიկ միջամտություն է, չի կարող կիրառվել յուրաքանչյուր դեպքում եւ իմաստել չկա կիրառելու յուրաքանչյուր դեպքում, բայց այսպիսի պացիենտների համար սա որոշակի փրկիչ օղակ է կարելի ասել, որ նրանց կարողանանք վերականգնենք եւ վերադարձնենք նորմալ ֆունկցիոնալ կյանք։